Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ, հրադադարի ինտենսիվ, էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Հետևեք Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։ Այս մասին ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։ Ոչ միայն հուշարձանների, այլև պատմական հիշողության դեմ, հենց այս ճակատում է կռիվ տալիս թշնամին։ Ադրբեջանցիների հերթական թիրախը Մայրաբերդ Ասկերանի հուշահամալիրն է, փաստում են արբանյակային լուսանկարները։ Ոչնչացրել են հուշահամալիրը ու նաև Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու ակնատանող ճանապարհի ձախ եզրին գտնվող Արցախյան ազատամարտին նվիրված տանկ հուշարձանը։ Վանդալիզմի 2 դեպքերն էլ իրագործել են ծանր շինարարական տեխնիկայով։ Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում էին գտնվում հայրենական մեծ պատերազմին ու Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ, ինչպես նաև հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը։ Շուշիի ազատագրման, հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի նախաշեմին հերթական ոչնչացված հուշահամալիրն է։ Մինչ այդ մենք տեղեկություն ենք ստացել, որ օղին է հավասարեցվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տարածքում գտնվող հուշահամալիրը, որի տարածքում ոչ միայն հայրենական մեծ պատերազմի, այլ նաև Արցախյան պատերազմի հիշատակին նվիրված հուշարձաններ կանգնեցված։ Ոչնչացնելով հուշարձանը փորձում են ջնջել հիշողության բեկորները, ասում է Կովկասագետ Ավանեսովն ու ընդգծում։ Մեծ հայրենականի հաղթանակը այդ թվում խորհրդային պետություններինն է, որը փաստացի Ադրբեջանի համար որևէ արժեք չունի։ Ցավոք սրտի արողակարգային հայտարարություններից բացի մինչ օրս որևէ լուրջ հակադարձող քայլ, հայտարարություն, դատապարտում չի եղել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացության կողմից։ Մի քանի անգամ հարցին անդրադարձել են ճեպազորությունների ընթացքում, ընդհանրապես նշելով, որ մենք ադրբեջանական կողմին պահանջել ենք, որպեսզի հարգեն հայրենական պատերազմի հիշատակը, ոչ ավելի։ Թշնամու այս համակարգված քաղաքականության նպատակը մեկն է՝ ջնջել հայերին ու նրանց հետքը։ Մինչև երբ են քաղաքական շահերը գերադասելու ու աչք փակելու մշակութային այս էջնոցիդի վրա։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո 14-ին Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու առիթով։ Լիահույս եմ, որ ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության եւ հանդուրժողականության հաստատմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի ժամանել Պարսից ծոցի երկրների այցի շրջանակում։ Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է։ Նա նախատեսում է այցելել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քաթար ու ԱՄՆ վերադառնալ $1 տրիլիոն արժողությամբ։ Ըստ աղբյուրների Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու։ Ուկրաինան միշտ կողմ է դիվանագիտությանը իր տեսաուղերձում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։ Ես պատրաստ եմ լինել Թուրքիայում ցավոք աշխարհը մինչ այս պահը Ռուսաստանից հստակ պատասխան չի ստացել կրակի դադարեցման բազմաթիվ առաջարկներին։ Ռուսական կրակոցներն ու հարձակումները շարունակվում են։ Մոսկվան ամբողջ օրը չի խոսել ուղիղ հանդիպման առաջարկի վերաբերյալ։ Դա տարօրինակ լռություն է։ Ռուսաստանը միևնույն է ստիպված է լինելու դադարեցնել պատերազմը ու լավ կլիներ դա շուտ անել։ Սպանությունները շարունակելը իմաստ չունի, ասել է Զելենսկին։ Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, չնայած միջուկային համաձայնագրի շուրջ շարունակվող անուղղակի բանակցություններին, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ։ Պատժամիջոցները կիրառվել են 3 անհատի եւ 1 կազմակերպության նկատմամբ։ Դրանք կապված են Իրանի պաշտպանության հետազոտությունների եւ նորարարությունների կազմակերպության հետ, որը մինչեւ 2004 թվականը Իրանի միջուկային զենքի ծրագրի անմիջական իրավահաջորդն էր։ Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Հական Ֆիդանը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղված վերջին ջանքերը։ Այս մասին լրատվականին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ Մեքսիկայում նախընտրական միջոցառման ժամանակ գնդակահարել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին, զոհվել է 5 մարդ, այդ թվում նրա դուստրը։ Հաստատումը հաստատվել է նահանգի իշխանությունների կողմից։ Սա Վերակրուսում թեկնածուի արդեն երկրորդ նման սպանությունն է հունիսի 1-ին նշանակված ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
Ռուս-ուկրաինական երկարձգվող պատերազմից ավելի քան 3 տարի անց Ռուսաստանի նախագահն առաջարկում է Ուկրաինային հանդիպել մայիսի 15-ին Ստամբուլում հակամարտության սկզբնապատճառները կարգավորելու համար։ Մոսկվան առաջարկում է անհապաղ վերսկսել դեմ առ դեմ բանակցությունները առանց նախապայմանների։ Հիմա ռազմական գործողություններ, պատերազմ են ընթանում, իսկ մենք առաջարկում ենք բանակցություններ։ Այստեղ ինչ վատ բան կա։ Նրանք, ովքեր իսկապես խաղաղություն են ուզում, չեն կարող չաջակցել դրան։ Պուտինի հայտարարություններից ժամեր առաջ Ուկրաինան նաև Կիևին աջակցողները հորդորել էին Մոսկվային 30-օրյա հրադադար հաստատել։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները զգուշացրել էին, եթե Կրեմլը չհամաձայնի, կլինեն պատժամիջոցներ։ Պուտինը ի պատասխան առաջարկեց նախ հակամարտության կարգավորման շուրջ բանակցել, չբացառելով, որ արդյունքում կարող է նաև հրադադարի հարցը լուծվել։ Այս ընթացքում Թուրքիայի նախագահը համաձայնեց ռուս-ուկրաինական բանակցությունները հյուրընկալել։ Կայուն հրադադարի մասին խոսք լինել կարող է, հակված են կողմերը գործակցության։ Քաղաքագետն ասում է, տրամաբանորեն տարբեր նպատակներ են հետապնդում նրանք։ Հետո հիշեցնում են նախորդ ձախողված բանակցությունները դեռ պատերազմի մեկնարկին թե բելարուսական, թե թուրքական հարթակներում։ Եկան ինչ-ինչ համաձայնությունների, որոնք հետագայում երկու կողմեր մերժեցին։ Գոնե մեկ ամսվա ընթացքում, չգիտեմ, երկու ամսվա ընթացքում ամբողջական զինադադար դժվար է պատկերացնել։ Քաղաքագետն ասում է, պարզ է, որ օրինակ բելարուսական հարթակը առավել ձեռնտու է ռուսական կողմին։ Առավել ևս, եթե դա համեմատենք ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ, Էրդողանը երբեք չի թաքցրել իր կողմնորոշումն այս հարցում ու աջակցությունը Կիևին։ Ինչու է նորից ակտիվանում Ստամբուլը ու մեծ բանակցության հարթակ տրամադրողի հեղինակությունը տրվում է Էրդողանին։ Ռուսաստանը անընդհատ փորձում է Թուրքիային, ինչպես նաև տեսնում ենք Ադրբեջանին, անընդհատ կիրաշահում է, անընդհատ այսպես ռևերանսներ է անում, ուրեմն ունի ինչ-որ լուրջ կախվածություն։ Հիմնականում տնտեսական առումով է այդ կախվածությունը դրսևորվում, որոշ կարևոր այսպես տրանզակցիաներ առևտրական եւ ֆինանսական տեղի են ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջոցով։ Կարծում եմ նաև ինչ-որ առումով Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև համաձայնություն կա։ Այստեղ մի հուշագրավ փաստ ևս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-ից 16-ը կայցելի Թուրքիա։ Հենց այս օրերին Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը Կիևին առաջարկել է բանակցություններ վարել Ստամբուլում եւ ուրեմն ինչ ուղղություն է վերցնում աշխարհի վերջին տարիների ամենամասշտաբային հակամարտությունը։ Միանշանակ կանխատեսումներ անել քաղաքագետները չեն շտապում, որովհետեւ իրադարձությունները արագ են փոխվում։ Ամեն դեպքում դիվանագետների հաջորդ կանգառը Ստամբուլ, չհաջողված հարթակի ռեինկարնացիան։ Որոշ երեխաներ իրենց լավագույն շահից ելնելով հնարավոր է առաջին դասարան ընդունվեն 7 տարին լրանալու դեպքում։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Արգելի ծնողներ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի առնելով երեխաների կրթության զարգացման առանձնատուկ պայմանների կարիքը եւ դրանից կախված որոշ երեխաների մասով իրենց լավագույն շահից ելնելով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում։ Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որը կտեղադրվի դրավ թարտակում ներկայացնելով ձեր դիտարկումները, գրել է Անդրեասյանը։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 եւ 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել Մաքսանենք ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խոզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում։ Օդաճնշիչ ատրճանակից եւ տարբեր փամփուշտներից զատ տան մոտակայքում հայտնաբերվեց նաեւ 885 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց։ Ըստ տանտիրոջ այդ ամենն իրենն է։ 59-ամյա եւ 24-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Գրագիտ էին խոսում պրոֆեսիոնալ, որ չմտածեցի կարա դա գեղձ լինի։ Նոր եմ տեղափոխվել Հայաստան, վերցրել եմ քարտուս, մտածեցի սխալ եմ ակտիվացրել։ Չեն հանդարտվում զեղծարարները, հիմա էլ հին մեթոդներն են վերամշակում ու կատարելագործում եւ դրանց երկրորդ շնչառություն հաղորդում։ Հիշում եք մի 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ տենց բավականին մեծ ալիք եղավ, որ մարդկանց զանգում էին, ասում էին ձեր իբր օպերատորից ձեր 5G-ն ենք միացնում, հետո ինչ-որ հվում էին ուղարկում, ոչ կարծ ասած պարզ պրիմիտիվ մարդկանց բանկային քարտի տվյալներ են հավաքագրում,
ու այս գումարը հանում։ Սցենարի սկիզբը նույնն է, փոխվում է ընթացքը, ավարտն էլ դեռ հայտնի չէ։ Զանգահարում են որևէ կազմակերպության անունից, ներկայանում բջջային օպերատոր, տեղեկացնում, որ ծրագրային խնդիր է առաջացել, խնդրում են տեղափոխվել WhatsApp, միացնել share screen, որի ժամանակ էլ հասանելիություն են ունենում ձեր հեռախոսին։ Իրենց մոտ համակարգչում ինչ որ խնդիր էր ցույց տվել, ասացին օգնեք կարգավորենք։ Մի քանի հրահանգներ տվեցին, որ ճիշտ ակտիվանա, բայց չեմ կարող ասեմ կոնկրետ ինչ լուրջ բան կար կամ չկար։ 3-4 հոգու հետ նման բաներ խոսել եմ։ Բոլորը արել են ամեն ինչ բոտի վրա արագ հապճեպ ու չեն կարող հիշել, թե ինչ են ցույց տվել, ինչ են արել այդ զանգող պատահ օպերատորի հետ միասին։ Խնդիրը ավելի քան խորքային է, եթե առաջ նույն պահին հափշտակում էին բանկային հաշվին եղած գումարը, ապա հիմա հնարավոր է օգտագործեն անձնական նամակագրությունները, լուսանկարներն ու գաղտնաբառերը, որոնք հետո կարող են օգտագործվել ու դառնալ շանտաժի առարկա։ Արդեն 3-4 օր անցել, բայց դեռ լուրջ բան չեմ նկատել։ Հնարավոր է նամակագրություններս տեսած լինեն կամ հեռախոսի մեջի լուսանկարները, վիդեոները։ Զարգացող տեխնոլոգիաներին զուգընթաց զարգանում են նաև կիբերհանցագործությունների մեխանիզմներն ու հնարավորությունները։ Վիրտուալ խաբեությունների հաջողության գաղտնիքը մարդկային բնազդների ու հույզերի հետ խաղալն է։ Դրանք հաճախ նյութապես վնասելուց բացի կարող են նաև լուրջ հետք թողնել հոգեբանության վրա։ Ոստիկանությունից ևս հորդորում են զգոն լինել, ցանկացած կասկածելի հավելված հղում կամ հեռախոսազանգ մանրակրկիտ ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում էլ դիմել մասնագետի կամ ոստիկանության օժանդակությանը։